Լրատվամիջոցը Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր նոյեմբերի 3-ն է, երկուշաբթի։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի հարակից դաշտամիջյան հատվածում մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին խեղտամահ է արել նրա հայրը։ Այս վարկածի մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ից ոստիկանության փրկարար ծառայության ստորաբաժանումները կամավորական խմբերը որոնում էին Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Հովհաննեսովին։ Նրա մարմինը հայտնաբերվել է 3 նոյեմբերի 2-ին։ Երբ որ ահազանգը ստացել ենք երեխայի կորելու մասով անմիջապես ձեռնարկել ենք որոնողափրկարարական աշխատանքներ, բայց բնականաբար նաև ոստիկանությանն է տրվել համապատասխան հանձնարարական, որ դիտարկվի նաև հանցավորության կտրվածքով ցանկացած վարկած, բոլոր վարկածները վստահեցում եմ, որ քննարկվել են։ Ցավոք սրտի պիտի փաստեմ, որ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայդրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայդրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայդրությամբ շատ նախնական տվյալներով 2 եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայդրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն։ Մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնել է քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով նա ձերբակալվել է։ Սպանված երեխայի հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել։ Ամենայն հայոց կաթողիկ Օզգարեգին երկրորդի եղբայրը Գևորգ Ներսիսյանը 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Նրա որդու Համբարձում Ներսիսյանի կալանքի վերաբերյալ հարցը դեռ չի քննվել դատարանում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննչական կոմիտեն Գարեգին երկրորդի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ վաղաշաբաթ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում եւ նրանք ձերբակալվել էին։ 2026 թվականի բյուջեի նախագծով ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 120 միլիարդ 644 միլիոն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում ընթացող բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։ Պարոն Հովհաննիսյան, փաստորեն ներքին գործերի նախարարության հատկացումները մոտ 2.5 միլիարդով պակասում։ Գիտեք ինչ եմ հարցնում, որովհետև մոտ 2 ամիս առաջ ձեր կողմից, հետո Նիկոլ Փաշինյանի կողմից պոմպեզ ազդարարում եղավ, որ պաշտպանության նախարարության
բյուջեն 2025-ին կրճատվելու է։ Բայց որևէ բառ օրինակ չհնչեց ներքին գործերի նախարարությունում էլա կրճատում լինելու։ Ինչ հետ էր պայմանած այդ այսպես ասեմ Ադրբեջանին դուր գալու այդ ամեն ինչ մեջ վայ տեսեք պաշտպանական ծախսերը կրճատում ենք, իսկ ոստիկանության մասին ընդհանրապես լուր մնացիք։ Պարոն Մանուկյան, ես վստահ եմ, որ դուք երբ որ որևէ նորություն լսում եք, կոնտեքստից կտրված չեք լսում եւ այն կոնտեքստը, որում ես խոսել եմ այն մասին, որ պաշտպանության նախարարության ծախսերը կրճատվում էր, վերաբերվում էր միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած կամ հայտարարած ձևակերպումներին եւ ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարությունները այն մասին, որ իրենք համարում էին, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումով Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա եւ մասնավորապես հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին։ Եվ ես իմ արձագանքը դրան նա էր, որ 2026 թվականին արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում։ Այսինքն մեկնաբանությունը դրան էր վերաբերվում, ես չէի պատրաստվում որևէ բան ազդարարել, ես ընդամենը մեկնաբանում էի միջազգային ռեյտինգային ընկերության կողմից արված հայտարարությունը եւ դա բյուջեի պլանավորման հետ այդ պահին դեռ կապ չուներ, որովհետեւ ես խոսում էի այն մասին, ինչի մասին հայտարարել էինք դեռևս հունիս ամսվա սկզբին միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելուց, երբ որ հաստատվել էին մարմինների չափաբաժինները։ 3 նոյեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 19:49-ին 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-ից 6 բալ, երկրաշարժը զգացել են Շիրակի և Լոռու մարզերում 4-ից 5 բալ։ Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի կենտրոնում Մազարի Շարիֆից 45 կիլոմետր հեռավորությամբ։ Առնվազն 20 մարդ է զոհվել, վիրավորվել ավելի քան 300-ը, հայտնում է Աֆղանստանի առողջապահության նախարարությունը։ Մազարի Շարիֆ քաղաքում գտնվող աշխարհահռչակ Կապույտ մզկիթը, որը հայտնի է նաև որպես Ալիի դամբարան կամ Հազրաթ Ալիի սրբավայր, մասամբ ավերվել է։ Մինարետներ են ընկել, գմբեթի ներքին հատվածները և գլխավոր սյուները տեսանելի վնասներ չունեն, կանգուն են։ Շվեյցարական կրթական մոդելը արդեն հասանելի է Հայաստանում և տարածաշրջանում, առաջինը իր քայլերը սկսում է Գյումրիից։ Աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում պաշտոնապես բացվել է հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան։ Լոզանի հյուրընկալության դպրոցի կրթական լավագույն մոդելը Գյումրի է հասել շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշի նախաձեռնությամբ։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան նոր էջ է սկսում կրթության ու զբոսաշրջային ոլորտների պատմության մեջ։ Ասիգանորությունը մինակ Գյումրի համար չէ, ամբողջ Հայաստանի համար է, բայց Գյումրին պետք է այսօր ասիգրոջ քաղաքը ուժով քաղաք պետք է ունեն։ Գյումրին մեզի համար երդասարտներու քաղաք է, մշակույթի քաղաք է, ուրեմն ավելի պետք է ունենք, չէ։ Alors, c'est un immense plaisir et un grand 4 տարի առաջ էր Վահե Գաբրաշը հանդիպեց մեր թիմի հետ ու պատմեց իր նախաձեռնության մասին։ Նա ասաց, որ երազում է մեր աջակցությամբ Գյումրիում բացել մի ակադեմիա, որը կհյուրընկալի ուսանողներին եւ Լոզանի հյուրընկալության դպրոցին հավասար կրթություն կապահովի։ Եվ այդ ակադեմիան զարգանալով մասնակից կդառնա այս հոյակապ երկրի տուրիզմի զարգացմանը։ Մենք ձեռք-ձեռքի տված զարգացրեցինք ծրագիրն ու հասանք այս փուլին։
Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացումը Գյումրիում ապակենտրոնացման լավագույն օրինակ է ծրագրի իրականացման գործում ներդրում ու ջանք ունեցած մարդկանց համար։ Այն մեծ հեռանկար ունի մեր երկրում, որտեղ туриզմի ոլորտը դիտարկվում է զարգացող ճյուղ։ Տարածաշրջանում եզակի միջազգային որակի կրթական հաստատության գործունեությունն այս քաղաքում հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ եւ աջակցությամբ է իրականություն դարձել։ Իմանալով, որ Գյումրիի մեջ սկսել հենց մի ծրագիր շատ ավելի դժվար վիդելա, քան թե անելը Երևանի մեջ։ Բայց ուզեցինք, որ այս ուրեմն ապակենտրոնացման ուղղության վրա աշխատենք եւ օրինակ դառնանք ուրիշներուն։ Իհարկե Գյումրին առաջին մեր ընդրություններ եւ վստահ եմ, որ այս ծրագիրը վիդեոհաջողի։ Ինչպես 1893 թվականին է եղել, բարձրագույն դպրոցը հիմնվել է ոչ թե Շվեյցարիայի մայրաքաղաքում, այլ Լոզանում եւ առաջին քայլերը սկսել է քաղաքի հյուրանոցներից մեկում։ Հետագայում ընդլայնվել եւ իր առանձին կրթական տարածքն է ունեցել։ Նույնը նաեւ այստեղ է հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան կգործի Գյումրիի Ապրիկոտ հոթելում։ Միջազգային ակադեմիային հատկացված նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը վերանորոգելու եւ տեղակայվելու գործընթացին կհասնեն այն ժամանակ, երբ կրթական հաստատությունը մի քանի տարում իր գործունեությունը կընդլայնի։ Ծրագիրը ի սկզբանե նախատեսված է եղել, որ պետք է իրականացնենք Ապրիկոտ հյուրանոցում։ Կառավարության կողմից որպես աջակցություն առաջարկվել է Գյուլբենկյան հիվանդանոցի տարածքը, որը փոխանցվել է Գյումրի ավագանուն սեփականություն մի պայմանով, որ պետք է հանձնվի հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիային հետագայում շենքում կրթօջախը տեղակայելու համար։ Այս պահի դրությամբ Լոզանի հյուրընկալության դպրոցի կողմից ունենք թույլտվություն կրթություն իրականացնել Ապրիկոտ հյուրանոցում։ Ակադեմիայի նպատակն է պատրաստել այնպիսի մասնակիցներ, որոնք կհաջողեն տեղական եւ միջազգային հարթակներում։ Այստեղ դուալ կրթությունն ապահովված է տեսական ու գործնական հավասար հիմքերի վրա են լինելու 3 մասնագիտությունների գծով՝ խոհարարական արվեստ, ռեստորանային սպասարկում եւ հյուրանոցային ադմինիստրացիա։ Կրթությունն անգլերենով է եւ անհրաժեշտ է լեզվի առնվազն B1 մակարդակի իմացություն, որը մինչ օրս դիմաց մոտ 300 դիմորդից հաղթահարել է ընդամենը 7-ից 10-ը։ Մեզ մոտ բավականին ցածր է նման ուսանողների մոտ B1 անգլերենի մակարդակի իմացությունը եւ փորձելու ենք նաեւ ուրիշ ծրագիր իրականացնենք այն ուսանողները, որոնք չգիտեն այդ անգլերենի իմացությունը, լրացուցիչ դասեր կկազմակերպի, այդ դասերով մասնակցելով տվյալ ուսանողները կհանձնեն B1 մակարդակ, որպեսզի մենք կարողանանք Լոզանի ստանդարտներին համապատասխան ուսանող ունենք։ Ֆրեդերիկ Պերենը Լոզանի հյուրընկալության դպրոցի շրջանավարտ է, սկսել է հրուշակագործի աշխատանքից, ապա աշխատել մատուցող ռեստորանի սրահի պատասխանատու։ Շուտով նաև նույն ոլորտում գործադիր տնօրենի պաշտոնի է նշանակվելու։ Գյումրիում նրան շնորհվեց հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի դեսպանի կոչումը։ Ֆրեդերիկը պատրաստ է իր փորձը փոխանցել տեղի ակադեմիայի ուսանողներին։ Grâce à l'école hôtelière, j'ai fait le tour du monde. Իմ ստացած բարձրորակ կրթության շնորհիվ շրջագայել եմ ամբողջ աշխարհով, բոլոր մայրցամաքներում եղել եմ, իսկ դա նշանակում է, որ այս կրթությունն այնպիսի բարձրակարգ որակավորում է տալիս, որ աշխարհի ցանկացած վայրում կարող ես քո մասնագիտությամբ աշխատել։ Լոզանի հյուրընկալության դպրոցը ճանաչված է իր խիստ ակադեմիական ծրագրերով, նորարարական մոտեցմամբ եւ գործնական ուսուցման վրա հիմնված մեթոդներով։ Շվեյցարական փորձն ու հմտությունները համադրել ու տեղայնացնել հենց Գյումրիում կարևոր գաղափար է համարում Շիրակի մարզպետը։ Հյուրընկալության պահով երևի թե ամենաճիշտ վայրն են ընտրել Գյումրիում բացել հյուրընկալության դպրոց։ Մեր զբոսաշրջությունը շատ արագ է զարգանում Գյումրիի եւ շատ ուրախ կլինեմ տեսնելու նոր մագարտակի սերվիս Գյումրիին։ Համադրելով շվեյցարական հյուրընկալության փորձն ու Հայաստանի զարգացող ծառայությունների եւ զբոսաշրջության ոլորտների պահանջները հայ-շվեյցարական ակադեմիայում դասերը նախատեսում են սկսել նոյեմբերի 15-ից։ Ծրագրի աջակիցների հավակնությունները մեծ են եւ առաջինը Հայաստանը հյուրընկալության եւ ծառայությունների ոլորտում առաջատար տարածաշրջանային կենտրոն դարձնելն է։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։ Ախորյան խոշորացված համայնքի Վարամաբերդ գյուղում նոր մսուր մանկապարտեզ է բացվել։ Կառուցվել է 2019-2020 թվականների սուբվենցիոն ծրագրով։ Շինարարական աշխատանքները տևել են 5 տարի։ Բոլոր հարմարություններով նախակրթական հաստատությունը նախատեսված է 55 երեխայի համար։
Փոքրիկների երգն ու պարը գյուղին մի նոր տրամադրություն էին բերել։ Բահրամաբերդին նոր, լուսավոր եւ հարմարավետ մանկապարտեզն են բացում։ Կրտսեր բնակիչների առօրյան այսօրվանից փոխվում է, դառնում է ավելի հագեցած։ Գյուղը մանկապարտեզ ունեցել է երկրաշարժից առաջ։ Հին մանկապարտեզի տեղում նորի կառուցման հիմքերը դրվել էին 2020 թվականին։ Այն Ախուրյանի տարածաշրջանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկն էր։ 1400 բնակիչ ունեցող գյուղը 5 տարի սպասել է նոր շենքի կառուցման ավարտին։ Բահրամաբերդում մանկապարտեզ ունենալը նշանակում է, որ Բահրամաբերդի երեխաները եւս կունենան նախակրթական կրթություն եւ ինչու՞ չէ նաեւ բնակավայրի համար լուծվել է նաեւ աշխատատեղեր, շուրջ 18 աշխատագիծ ունենք այս մանկապարտեզում։ Շինարարությունը ձգձգվում էր ոչ միայն նախագծային, նաև շինարարության ընթացքում առաջ եկած խնդիրների պատճառով։ Կառուցապատման տեմպերն ակտիվացել են վերջին 2 տարում։ Շինարարությունն իրականացվել է 2 փուլով, որի ընդհանուր արժեքը կազմել է 97 միլիոն դրամ։ Շենքի կառուցման համար ծախսված գումարից բացի մեկ այլ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվել է բակը 17 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, որի 70%-ը պետության, 30%-ը համայնքի ներդրումն է։ Շնորհավորում եմ բոլոր բահրամաբերդցիներին, մեզ բոլորիս, որովհետև այն նորակառույց մանկապարտեզներում, դպրոցներում, որտեղ հաճախելու են մեր երեխաները, կառուցելու են վաղվա Հայաստանը, կառուցելու են ազատ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։ Այս մանկապարտեզը ոչ միայն կերտական, այլև արժեքային կենտրոն լինելու, որտեղ ձևավորելու են ապագա քաղաքացու հատկանիշները՝ մարդասիրությունը, հայրենասիրությունը եւ պատասխանատվությունը։ Լուսեմ մսուր մանկապարտեզը 400 քառակուսի մետր մակերեսով տարածք է զբաղեցնում։ Մի հարկանի նորակառույցը նախատեսված է 55 երեխայի համար։ Այժմ հաճախող 47 երեխա ունեն, որոնք ձևավորել են 2 խումբ։ Ամբողջովին կահավորված է նախակրթարանը՝ նոր գույքով, նյութատեխնիկական բազայով, դիդակտիկ նյութերով, խոհանոցով, ննջասենյակներով, խաղասենյակներով ու անհրաժեշտ մյուս բոլոր պայմաններով ապահովված հաստատությունում երեխաների ակտիվ եւ բովանդակալից օրվա միջավայրն է։ Մանկապարտեզ կաճախեն, ունող բաներ կսովորեն, սովորեն նեգել, հաշվել ու պատկերեն միավորեն։ Մենք խաղանք տաբեր խաղեր, հեվ լասենք լավ հեկատներ, քնենք, հեզենք, տասինստենք, հետո հանգիստ տակար կանենք։ Ես համոզված եմ, որ մենք կթեթևացնենք դպրոցի ուսուցիչների գործը, պատրաստ աշակերտներ կարելի ասել, այսպես կուղարկենք նրանց, պատրաստ քաղաքացի, պատրաստ մարդ, ով այդտեղ իր գիտելիքի վրա նոր գիտելիքները կշարի լավ հիմքերի վրա։ Փոքրիկներից շատ նաև ծնողներն էին ոգևորված։ Տասնամյակներ շարունակ նրանց երեխաները հարևան գյուղերի մանկապարտեզներ են հաճախել, նաև Գյումրի են եկել։ Ուղարկում են կողքի գյուղում, բայց հիմա շատ ուրախ ենք, որ կհաճախեն հենց մեր գյուղում, ծնողների հոգսն են թեթևացրել են։ Ներքին կահավորանքը սենակները պտտվել են, բավականին լավ վիճակում է գտնում ամեն ինչ։ Շատ ուրախ ենք մենք։ Ուրախալի է գյուղի համայնքի համար, շատ ուրախալի է, որ գյուղում բացվել է նման գեղեցիկ լուսե մանկապարտեզը։ Ախուրյան խոշորացված համայնքում գործում է 22 մանկապարտեզ։ Բահրամաբերդի նորաբաց մսուր մանկապարտեզը արդեն 8-րդն է, որը բացվել է ընթացիկ տարում։ Այստեղ կհաճախեն հարևան Կապս գյուղի փոքրիկները եւս։ Երեխաների տեղափոխությունը հարևան գյուղերից կկազմակերպվի Ախուրյանի համայնքապետարանի միջոցներով։ Այն բնակավայրերը, որոնք մեկը մյուսից գտնվում են որոշակի հեռավորության վրա եւ չունեն նախակրթարաններ, հիմնական այդ ծախսը ամբողջությամբ համայնքը տրանսպորտը վերցրել է իր վրա եւ երեխաներին ամեն առավոտ տանից վերցնում, տանում են հարակից բնակավայրի մանկապարտեզ եւ մանկապարտեզի դասերի ավարտից հետո հետ են բերում նորից իրենց տներ։ Սուբվենցիոն ծրագրով նոր մանկապարտեզ է կառուցվում նաև Հարիբջանյան գյուղում։ Առաջնային դիտարկվող ծրագրերից է Մայիսյան գյուղի մանկապարտեզի խնդիրը։ Կամ գործողը կվերանորոգվի, կամ կկառուցվի նորը։ Եվս 2 բնակավայրերում մանկապարտեզների շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիսոն։ Ջավախքը աշխարհագրորեն Հայաստանի մարզերից Շիրակին է ամենամոտը։
Այստեղից էլ գալիս են մշակութային ու բարբառային նմանությունները եւ անխախտ մշակութային համագործակցությունը։ Շիրակ ու Ջավախք մշակութային երկխոսության եւս մեկ միջոցառում անցկացվել է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի դահլիճում։ Նվագախմբի ու տարբեր անհատ կատարողների մասնակցությամբ տեղի է ունեցել Ալիկ Քսպոյանի Աշուղ Ալիկ Ջավախքի ստեղծագործական երեկոն։ Նա Ջավախքում շատ մեծ ճանաչում ունի, 200-ից ավելի աշուղական երգերի հեղինակ է։ Աշուղական երաժշտությունը ժողովրդական երգ ու նվագի դարավոր նվաճումների վրա հիմնված կայուն ավանդույթներ ունեցող պրոֆեսիոնալ երաժշտություն է։ Երաժշտական այս ուղղությունը Վրաստանի պատվավոր մանկավարժ Ալիկ Քսպոյանին որպես հեղինակ սկսել է հետաքրքրել բավական ուշ, հասուն տարիքում։ Մասնագիտությամբ պատմաբան է, հայրենիքի հանդեպ սերը, պատմական դրվագները սկսել է արտահայտել երգերի միջոցով ու Ալիկ Քսպոյանը դարձել է Աշուղ Ալիկ Ջավախք։ Աշուղական երգերը համարում է ազգային մշակույթի հիմնաքարերից։ Երաժշտության հիմքը, ազգի հիմքը դա ժողովրդականն է։ Ինչի, որոնց ժողովուրդն է ընտրել, դրանից դեն չես կարող գնալ։ Եթե մարդ չունի այդ հիմքը, ինչ ուզե գնա, մեկը մի պիտի տապալվի, որովհետև հիմք չկա։ Պատկերացրեք շինություն, որ առանց հիմքի, պատկերացրեք մի քամու ժամանակ կընկնի։ Աշուղ Ալիկ Ջավախքը 200-ից ավելի ստեղծագործությունների հեղինակ է։ Դրանք կատարում է ոչ միայն ինքը Աշուղ Ալիքը, նաև սաներն ու շատ երգիչ կատարողներ, այդ թվում աշուղներ Լեյլին եւ Ռաֆին։ Ջավախքեցուն սրտամոտուն սրտագից, սիրված Աշուղ Ալիկ Ջավախք գովելի, մեջիվանու հայրենակին կրչագի, արակինի ու ամբասին պատելի։ Ուշ է գալից մեր Ջավախքի գարունը, շատ սիրուն է, հույսի լար է, աբուլը, նրա լանջին ման է եկել հավասի, ժողովուրդը սակայն շատ սիրեց Աշուղ Ալիկ Ջավախքի։ Աշուղների աստղաբույլեր, մի վայրում էին գտնվում միաժամանակ 3 աշուղներ, Աշուղ Ալիկ Ջավախքը, Աշուղ Լեյլին եւ Աշուղ Ռաֆին։ Նրանց գործունեությունը փաստում է այն մասին, որ 21-րդ դարում աշուղական արվեստը շարունակում է զարգանալ եւ ամենակարևորը այն ունի շարունակություն։ Աշուղ Ալիկ Ջավախքը 2007 թվականին Ախալքալաքում հիմնել է աշուղական դպրոց, որը ներառում է նաև աշուղական համույթ։ Ջավախքի գյուղերում ստեղծել է երգի պարի խմբակներ։ 2000 թվականին հիմնադրել է Ջավախք ազգագրական երգի պարի անսամբլը, որը տարբեր երկրներում մասնակցել է մրցույթների, ու այս ամենի հիմքում հայրենասիրությունն է։ Գիտեք ինչն է առանձնանում Աշուղ Ալիքի ստեղծագործության ու արվեստի մեջ, որ ինքը հայրենիքը, հայրենասիրությունը դա առաջնային հենց տեղում է գտնվում։ Ինչը օրինակ նույն բանը գալիս է Աշուղ Ջիվանից, որտեղ Ջիվանն էլ եթե նայում ենք ինքը համամարտկային արժեքների մասին էր խոսում ու հայրենիքի մասին էր շատ խոսում։ Եվ այս նույն տենդենսը, նույն մտածողությունը, նույն ուղղությունը ես տեսնում եմ մեր Աշուղ Ալիքի մոտ, որը գալիս է Ջավախքյան հողուջրից։ Աշուղ Ալիկ Ջավախքի ստեղծագործական երեկոյի ընթացքում Շիրակ Ջավախք մշակութային միասնությունն ապահովում էր Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը։ Աշուղ Ալիքի ստեղծագործություններից նաև նվագախմբի մենակատարների երգացանկում են։ Գյումրին եւ Ջավախքը շատ նման են իրար, թե բարբառով, թե մշակույթով, ամեն ինչով, նույնիսկ նրանց բարությամբ ինձ համար նույնն է, Ջավախք, Գյումրի, շատ հոգեհարազատ է ինձ։ Իմ ծննդավայրը թե Գյումրին, քանի որ ես Գյումրիում եմ էլ ապրել։ Ջավախքը հայության եւ ամբողջ աշխարհին տվել է Ջիվանի, Վահան Տերյան, Գուրի Եթեր Ավետիսյան, Կարլեն Կարապետյան, մեծ նկարիչ, մեծ Աշուղ Ալիկ Քսպոյան, որ այսօր հավաքվել ենք ուրախանալով իր թողած արվեստի իրագործերի համար։ Աշուղական արվեստը տարածվել է 16-ից 17-րդ դարերում եւ փոխարինել է հին գուսանական արվեստին։ Աշուղները հրապարակային մրցույթների էին մասնակցում, երգով եւ նվագակցությամբ ելույթներ էին ունենում մենակ կամ ընկերներով։ Հիմա այդպիսի մրցույթներ էլ չկան, իսկ թե ինչու հիմնավորում է Աշուղ Ալիքը։
Այսօր այնպես է ստեղծվել, որ կարելի ասել Հայաստանում աշուղների 50%-ը կանայք են, բայց գիտեք ինչ կկատարվի, էլ ինչ ջենտլմեն աշուղ մարդ, որ կանանց հետ մրցի ինչ որ առաջնությունն ան։ Դրա համար այդ մրցակցությունը չկա։ Հիմա աշուղները չեն մրցակցում, այլ միասին ու միասնաբար պահում են աշուղական արվեստի ավանդույթները, իրենց անունները գրելով Սայաթնովայի, Ջիվանիի ու Շերամի անունների կողքին։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Եվ վերջում մարզական մեկ լուր։ Ալբանիայում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Էմմա Պողոսյանը դարձել է չեմպիոն։ 19-ամյա գյումրեցի ծանրորդը երիտասարդների պայքարում գրանցել է երկամարտի 241 կիլոգրամ արդյունք, արժանանալով ոսկե մեդալի։ Պողոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց, իսկ հրումում ոսկե։ Նա հրում վարժությունում և երկամարտում սահմանել է Եվրոպայի երիտասարդների ռեկորդ։ Սա այս առաջնությունում Հայաստանի 4-րդ մեծ ոսկե մեդալն էր։ Ավելի վաղ չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը և Տիգրան Կարապետյանը։ Այժմ լրահոսը ևս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։